Ստացվում է, որ 2018 թվից մենք այսպիսի ծրագրերով շուրջ 4 միլիարդ դոլարի գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես կճշգրտենք իհարկե, նորից նայենք, վերանայենք, ասենք կարա ինչ-որ շեղումներ լինի, բայց արդեն երկրորդ փուլով եմ ես այդ թիվը բան արես, դուք ես շուրջ 4 միլիարդ, այսինքն ինչի մասին է, սուբսիդավորման տարբեր ծրագրեր, տարբեր վերադարձեր եւ այլն եւ այլն։ Այսինքն խոսքը, այսինքն օրինակ թոշակի վճարումը սրա մեջ չի մտնում, որովհետեւ դա ակնհայտ պարտավորություն է, որ պետությունը պետք է անի, սա ակնհայտ պարտավորություններից դուրս իրականացված ծախսերն են եւ ես նախկինում իմիջայլոց նախորդ տարվա կարծեմ կառավարության զեկույցի քննարկման ժամանակ էր կամ գուցե մի տարի առաջ ես այդ թիվը ներկայացրեցի, որ հեղափոխությունից հետո եւ հեղափոխության արդյունքում 2018 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն 4.4 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել եւ դա մենք որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկել էինք ֆինանսների նախարարության հետ վերջերս աշխատել ենք այդ թիվը հասել է արդեն 6.6 միլիարդ դոլարի եւ մենք կարող ենք արձանագրել որ այդ 6.6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք ուղղակի վերադարձրել ենք քաղաքացիներին